Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողները դիտում են ու քննարկում հեռուստասերիալի հերթական սերիան։ Ամենահուզիչ, ամենաինտրիգային ու դիտարժան սերիաները դեռ առջևում են, և այն պահին, երբ Սոսն ու Անգելինան պիտի խոսեին միմյանց հետ, և իհարկե Սոսը պատմեր իր դստեր մասին, որ Միքայելի ձեռքով անհետացել է, ու Անգելինան գլխի ընկներ, որ այդ երեխան հենց ինքն է, Սոսին տանում են անհայտ ուղղությամբ։ Իհարկե հետագայում պիտի պարզ լիներ, որ Սոսին առևանգում է Միքայելը և ոչ բարի նպատակներով, քանի որ Սոսը Հենդոյին հարվածել էր, Հենդոն հայտնվել էր գետնին ու այնուհետև հիվանդանոցում, բնականաբար Միքայելն այդ ամենն այդպես թողնել չէր կարող և որոշում է Սոսին առևանգել։ Իհարկե ինքը չի գնում Սոսի հետևից, այլ ուղարկում է մարդկանց, ովքեր ուղղակի բերման են ենթարկում Սոսին իր սեփական տնից։ Այնուհետև պետք է պատահեր ավելի սարսափելին, քան ենթադրում էին հեռուստադիտողները։ Միքայելը որոշում է Սոսի կյանքին վերջ տալ։ Իհարկե հեռուստադիտողները կարծում են, որ սա դեռ վերջը չէ, բայց ցույց կտա ժամանակը, Միքայելը կհասցնի Սոսին սպանել, թե ինչ-որ մեկն այնուամենայնիվ կհասցնի փրկել նրան։ Չէ՞ որ վերջիվերջո Սոսը պետք է իմանա գոնե թե ով է իր աղջիկը, և Միքայելը պետք է պատասխան տա իր բոլոր արածների համար։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե երբ է Միքայելը իր բոլոր մեղքերի համար ստանալու արժանի պատիժը։ Իհարկե հեռուստադիտողների կարծիքները բաժանված են երկու մասի։ Մի մասը արդարացնում է Միքայելին ու մտածում, որ Աննան վերջում պետք է Միքայելի հետ լինի, չնայած նրա արարքներին, մյուս մասն էլ կարծում է, որ արդարացնողները սխալ են, քանի որ Միքայելի նման մարդիկ պետք է անպայման իրենց մեղքերի համար պատասխան տան։ Դիանա Գրիգորյանն էլ սոցիալական ցանցի իր էջերում կազմակերպել է հարց ու պատասխան, որի ընթացքում պատասխանել հետևորդների կողմից հաճախ տրվող հարցերին, և հարցերի մեծ մասը վերաբերում է հեռուստասերիալի ավարտին։ Այո, հեռուստասերիալն ավարտվելու է ոչ թե դեկտեմբերի սկիզբ, այլ դեկտեմբերի վերջ, իսկ երբ կիմանա Աննան իր երեխայի մասին, դեռ նկարահանված չէ, այնպես որ դեռ ժամանակ կա պարզելու։ Դե ինչ, դիտեք ու գրեք ձեր կարծիքները այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Ինչ եք կարծում, Միքայելը սպանեց Սոսին, թե ոչ։ Բան է եղել հորքուր։ Եկեք այն է շպիոնի պես ուզում են սև պատուհաններից տենան ովաստ է պարկած։ Դե նես մալադոյներին ես այդը մի վարկան համբերեք տեսեք ինչեր է կատարվում հեսա։ Նա եկավ էլի եկո հեսա նա մտավ ավտոն չկասես բա Նա ասում է լայվի մեջ է Ով եք դու կարա Լավ Դրոլի պլաչը թուշուկով լավ ես կյանք դավաս է Տերսի ես պետ Վերջ, ես պատրաստ եմ, եք արդեն իմ սիրելի Armenia TV ու հիմա մտնում եմ ներս։ Սփոյլ եմ անում էլի, որ հաղորդման ջուրն եմ։ I was raised by wolves, living in the devil's den. Ես հասկացա, որ ես մամայիս եմ քաշել և Կարուձևի հետ սեր ունեմ, ուղղակի պետք է դրան ժամանակ տրամադրել, գնալ սովորել։ Մի հատ սերիալ էի նայում, այնքան լավն էր իսպանականներ, կոչվում էր Գալերեա Վիլվետ, հավես բաներ կարաք նայեք, մի խոսքով այդ որ նայում էի, ոգևորվել էի։ Լավ, ինչ որ է, կավիճը վերցնում ենք, ստեղ սենց գծենք, որ հասկանանք էլի, ուրիշ կողմ չկարենք ու այսինքն որոշել եմ ներս դնեմ այս շորը, եթե հաղորդմանը հանկարծ այս շորը հագա,
Հիշեք, որ միասին ենք, պիտի делать արել։ Վերջ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շատ կարևոր story էր, էլի։ Սիրելիներ, քանի որ պարապա մնացել Լիլիթը, որովհետև բուժքույն ուշանում, այսինքն ժամադրել եմ, այո։ Ես որոշեցի ձեզ կիսվեմ մի հետաքրքիր ինֆորմացիայով։ Ես քանի ժամանակ, ինչքան ժամանակ, ես ուզում էի գրական այս երգերը որ կան մեր շտը, գիտեք, երգերը, փոխեմ ախրկելագերերով երգենք, էլի, խնդալու գլի։ Հիմա ես ասած ինչ է, որոշել եմ այդպես բանը մտածել եմ ենին։ Առաջինը մտքիս եկավ այս վերջին երգը, էլի, գնաց։ Ay 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 kukodet Ինձի հիշես նեգը թոնի հոդը Պարապությունը գարշանի բան է